Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսի հետ քննարկել է անվտանգության, տրանսպորտի, էներգետիկայի և մաքսային միության հետ կապված հարցեր։ Կողմերը վերահաստատել են Թուրքիա-ԵՄ հարաբերությունների ռազմավարական նշանակությունը տարածաշրջանային և տնտեսական կայունության համար։ Պաշտոնյաներն ընդգծել են ավելի սերտ համակարգման կարևորությունը տարածաշրջանային կապակցվածության օրակարգի ձևավորման համար, որը կներառի էներգետիկայի, տրանսպորտի, թվային կապի և առևտրի ոլորտները և կնպաստի Սևծովյան տարածաշրջանում, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում կայունությանը, աճին և կայուն զարգացմանը։ Ֆիդանը շեշտել է մաքսային միության արդիականացման անհրաժեշտությունը, իսկ Կոսն ընդգծել է, որ ԵՄ-Թուրքիա հարաբերությունների կարևոր բաղկացուցիչ է օրենքի գերակայության և ժողովրդավարական չափորոշիչների շուրջ երկխոսությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Օմանում Իրանի հետ շատ լավ բանակցություններ են անցկացվել։ Նրա խոսքով Թեհրանը շատ է ցանկանում գործարք կնքել։ Կարծում եմ Իրանի հետ լավ արդյունքներ ունեցանք, հաջորդ շաբաթվա սկզբին մենք նորից կհանդիպենք, ասել է ԱՄՆ նախագահը։ Նա միևնույն ժամանակ նախազգուշացրել է, եթե Իրանն իր միջուկային ծրագրի շուրջ գործարք չկնքի, ապա հետևանքները ծանր կլինեն։ Թրամփը ևս մեկ անգամ կրկնել է, որ դեպի Իրան հսկայական ուժեր են շարժվում։ Մեր մեծ նավատորմը շարժվում է այդ ուղղությամբ և շատ շուտով այնտեղ կլինի, այնպես որ տեսնենք, թե ինչ կլինի, նշել է Թրամփը։ Օմանում փետրվարի 6-ին կայացած հանդիպումից հետո Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նույնպես հայտարարել է, որ բանակցությունները լավ սկիզբ էին, շփումները կշարունակվեն։ Նրա խոսքով քննարկումները կենտրոնացած են եղել միայն միջուկային թեմայի շուրջ, այլ հարցեր չեն քննարկվել։ Արաղչին շեշտել է, որ երկու երկրների միջև նախկին շփումներից ձևավորված շատ խոր անվստահությունը մեծ մարտահրավեր է բանակցությունների համար։ Չնայած ընթացող բանակցություններին ԱՄՆ վարչակազմը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ, ցանկում ընդգրկելով երկու ֆիզիկական անձի, 15 կազմակերպություն և իրանական նավթի վաճառքի հետ կապված տվերային նավատորմի 14 նավ։ Միացյալ Նահանգները և Հնդկաստանն ավելի են մոտեցել առևտրային համաձայնագրի կնքմանը, հրապարակելով ժամանակավոր փաստաթուղթ, որով կնվազեցվեն մաքսատուրքերը, կվերաձևավորվեն էներգետիկ կապերը և կխորացվի տնտեսական գործակցությունը։ Բացի այդ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով չեղարկել է Հնդկաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ լրացուցիչ 25% մաքսատուրքը, որը սահմանվել էր Նյու Դելիի կողմից ռուսական նավթի գնումների պատճառով։ Այս որոշումն ուժի մեջ է մտնում փետրվարի 7-ից։ Թրամփի խոսքով որոշումը պայմանավորված է նրանով, որ Հնդկաստանը զգալի քայլեր է ձեռնարկել ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության և տնտեսական հարցերում ԱՄՆ-ի հետ մերձեցման համար։ Հնդկաստանն ըստ Թրամփի նաև պարտավորվել է դադարեցնել Ռուսաստանից նավթի ներմուծումը և էներգակիրներ կգնի Միացյալ Նահանգներից։ Ընդ որում, ըստ հրամանագրի, եթե ԱՄՆ առևտրի նախարարությունը պարզի, որ Հնդկաստանը վերսկսել է Ռուսաստանից նավթի ներմուծումն ուղղակի կամ անուղղակի կերպով, ապա 25% մաքսատուրքը կարող է վերականգնվել։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը և Հնդկաստանի վարչապետը հեռախոսազրույցի ընթացքում եկել էին համաձայնության, ըստ որի Հնդկաստանից ԱՄՆ ներմուծվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը կնվազեցվեն մինչև 18%, իսկ Նյու Դելին մեծ քանակությամբ ապրանքներ կգնի Վաշինգտոնից։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։